Բարի օր, սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, ընդամենը 5 րոպե կխլեմ ձեզանից, բայց սա ես չէի կարող այս վիդեո թողարկումը չանել, որովհետև վերջապես ուրեմն հանրապետականից ստացել եմ արձագանք իմ բարձրաձայնած այն հարցի վերաբերյալ, թե ինչպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր զրույցները, եթե իր սանիկ Հայկ Մամիջանյանը իլուր բոլորի լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ ուրեմն Քոչարյանը Սերժին խնդրել է մասնակցել ընտրությունների։ Եվ կհիշեք այդ դեպքերի քրոնոլոգիան, դրանից մի քանի որոշ ժամանակ անց երկրորդ նախագահը հարցազրույց տվեց, անդրադարձավ այդ հարցին, ճշտում արեց, թե ով է սուտը տարածել, ասացին Մամիջանյան Հայկը, որից հետո նախագահը ստիպված եղավ որոշակի քողազերծումներ եւ բացահայտումներ անել առհասարակ ընտրություններին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ։ Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը դատարանի բակում, որտեղ Սերժ Սարգսյանը չհերքեց Քոչարյանի ուրեմն ասուլիսի տրված ուրեմն այն մասը, որը վերաբերվում էր ընտրություններին մասնակցել չմասնակցելու Ռոբերտ Քոչարյանի ուրեմն ներկայացրած պատմությանը։ Եվ ես հարց բարձրացրեցի, որովհետև հանրապետական պատգամավորները, ակտիվիստները, լրագրողները այսպես միահամուռ կերպով իրենց կիսաստվածին ասում էին, որ մեր կիսաստվածը ուրեմն չի հանրայնացնում մասնավոր զրույցները եւ իմ մոտ հարց առաջացավ, ինչպես չի հանրայնացնում, եթե իր սանիկը իլուր բոլորի մասնավոր զրույցից ուրեմն ինչ-որ մի դրվագ է պատմում, որը հետո պարզվեց իրականությանը չի համապատասխանում։ Ես հարց բարձրաձայնեցի, ինչպես է ստացվում, որ Մամիջանյան Հայկը բարձրաձայնում է մասնավոր զրույցից դրվագ, որտեղ Քոչարյանի իբր խնդրել է Սերժ Սարգսյանին մասնակցել ընտրություններին, եթե Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցներ չի հրապարակում։ Եթե չի հրապարակում է, ուրեմն իր սանիկի միջոցով։ Եթե այդպես չի, ուրեմն իր սանիկը կներեք բառիս համար մուտիլովկա է անում եւ այս հարցը մոտավորապես հենց այս ենթատեքստով ուրեմն հնչեցվում է պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Ճիշտ է, ես հարցս Արմեն Աշոտյանին է յուղել, որովհետեւ իմ նախորդ վիդեո ուղերձի մեջ նշված Աշոտյանի լավաշ գրառումների մասին ինքը իրեն դուր չէր եկել այդ իմ բնորոշումը եւ ես իրեն առաջարկել էի դրա վրա ֆիքսվելու փոխարեն թող ֆիքսվի ուրեմն իմ բարձրաձայնած հարցի վրա, ինչեւ Աշոտյանը չիջավ իրենց դիցական Օլիմպոսից եւ հարցը հնչեցրեցին Աննա Մկրտչյանին, ինձ համար ընդհանուր առմամբ մեկ է թե այդ հարցին ով կպատասխանի։ Եվ հիմա ես ցանկանում եմ միացնել հարցը հնչողությունը չեմ միացնի, որովհետև արդեն ձեզ պարզ է ինչ հարց է տվել հաղորդավարը։ Ես կմիացնեմ ուրեմն Աննա Մկրտչյանի պատասխանը կոնկրետ այս հարցի շուրջ։ Հայկ Մամիջանյանը իր խոսակցության մեջ դու շատ հիանալի նշեցիք, պետք է որ հնարավոր է, կարող է դրանք բոլորը կասկածներ են, որոնք կարող են գոյություն ունենալ այնչափ, որ կարող են հերքվել։ Բայց խոսքը դրա մասին չէ եւ ինչ վերաբերվում է անձնական խոսակցություններ հրապարակելուն, ապա Ռոբերտ Քոչարյանը այդ 2 ժամանոց ֆիլտրված, գրված հարցերի եւ պատասխանների մեջ անդադար շեշտում էր ես զանգահարել եմ, ես խոսել եմ, այսինքն նպատակը եւ միտումը այո, նպատակը եւ միտումը նրա մեջ էր եւ նրա մասին էր, որ չկա որևէ կաշկանդվածություն խոսելու թեմաներից եւ ասելու տեքստեր, որոնք եղել են 2 կամ միգուցե 3-4 անձանց միջեւ։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ ասած դրվագին, ուրեմն այդտեղ ներկա են այդ խոսակցության ժամանակ ներկա են եղել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, կան շատ այլ մարդիկ, ովքեր մասնակցել են այդ 2021 թվականի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու թեմային։ Ու ես ինչպես փորձում եի ասել, մասնակցել-չմասնակցել հստակ է դրվագի մասին, խոսքը խնդրանքի, որտեղ մասնակցել ավելի լայն չի 2021 թվականին մասնակցել-չմասնակցելու, ընդդիմադիրների մասնակցել-չմասնակցելու, դրա նպատակահարմարության, Նիկոլի այս հայտարարած բան ես ասում, ես ասում հստակ դրվագ։ Հակառակը թվարկում եմ, որպեսզի բացառեմ քո ասած բոլոր հնարավոր տարբերակները։ Եթե ես նեղ ասեմ, տպավորություն կլինի, որ եթե այդտեղ ստորակետը մի քիչ աճ ձախ դնես, ես կասեմ, վայ, չէ, ես դա նկատի չունեմ։ Հիմա ես ընդհակառակը լայնացնում եմ, քեզ հնարավորություն տալով ամբողջ հստակ դրվագը, որպեսզի կոռեկտ լինի։ Ուրեմն կոռեկտությունը հետեւյալի մեջ է 2021 թվականի ընտրությունների վերաբերյալ խոսակցություն
բանակցություններին եւ քննարկումներին մասնակից են եղել շատ այլ անձինք։ Ես հորդորում եմ, որպեսզի լրատվամիջոցները, լրատվականները, չգիտեմ, փորձեն հասկանալ, թե ովքերն են մնացած մասնակիցները եւ իրենցից ճշտել նման խոսակցության արկայությունը կամ բացակայությունը։ Եվ ես ինչպես նախորդ հարցի պատասխանելու ժամանակ էի փորձում ասել, դու ինձ փորձում էիր անդադար ընդհատել, էդ է դրան էի գալի, որ Սերժ Սարգսյանի բնավորությունը հիանալի գիտեն, ինքը երբևէ չի բարձրաձայն, երբևէ ինչ սուտ էլ ասվի, երբեք հակափաստարկ չի դրվելու անձնական խոսակցությունը։ Հիմա բոլորդ լսեցիք, պատիվ ունեմ խմբակցությունից, պատգամավոր Աննա Մկրտչյանի մեկնաբանությունը իմ բարձրաձայնած հարցին։ Հիմա հերթով կանք։ Իրականում, չգիտեմ, ես ինձ լավ չեմ զգում, որ այս աղջիկը իրոքից այս իրավիճակում է հայտնվել, բայց միևնույն ժամանակ տեսնում եմ, որ այս աղջիկը իր ողջ էության եւ բովանդակությամբ հավատում է այն ամենին, ինչը որ խոսում է, գոնե այս առումով ինքը մի քիչ մնացածից տարբերվում է, որովհետեւ իր խոսքի մեջ դու զգում ես, որ ինքը իրապես այդպես էլ մտածում է։ Բայց եկեք հասկանանք ընդհանրապես ինչ է խոսում կամ ինչի մասին է խոսում այս պատգամավորը։ Ասում ես խոսակցության սկզբում, պատասխանի սկզբում ինչ է ասում։ Ասում է, դες դու էլ լավ նշեցիր, որ Մամիջանյանը կարող է, չի կարող, եթե հնարավոր է եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ ինքը առաջ է քաշվում վարկածը, որ Մամիջանյանը կարող է շատ հստակ կռուտի տանել, որ դե մի քիչ սենց ա եղել, մի քիչ նենց ա եղել եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ինքը չի ուզում դարձնել դոգմատիկ արտահայտություն, սա ինքը չի ուզում դարձնել հստակ արտահայտություն եւ ինչից հետո նա ուրեմն միանգամից անցում է կատարում նախագահ Քոչարյանի ասուլիսին, որտեղ նախագահ Քոչարյանը ուրեմն մասնավոր զրույցից ուրեմն հատվածներ է ներկայացնում իր եւ երրորդ նախագահի մեջ տեղի ունեցած զրույցներից։ Բայց հարցը նրանում չէ, թե Քոչարյանը ինչ է իր ասուլիսի ընթացքում խոսում կամ ինչից է խոսում։ Հարցը նրանում է, թե ինչու է Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցներ չհրապարակելով, ինչու է իր Սանիկ Մամիջանյան հայկը հրապարակում մասնավոր զրույցներից դրվագ։ Այս պատգամավորը անցում է կատարում միանգամից Քոչարյանի ասուլիսին, փորձելով շեղվել հարցից, որից հետո ուրեմն տեսնելով, որ դա իր պատասխանը հնչած հարցի հետ կապ չունի, արդեն անցում է կատարում երկրորդ այսպես մանիպուլյացիա, սա մանիպուլյացիա չի, սրա այս ձևով դու մարդ 5 տարեկան երեխուն դաժե չի կարող խաբել, անցում է կատարում նրան, որ ուրեմն բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ընտրություններ մասնակցել չմասնակցելու վերաբերյալ եւ ուրեմն մի քանի մարդիկ են ներկա եղել ակնարկ անելով որ Մամիջանյան տեղեկությունը կարող է լինել նաեւ ուրեմն այլ մարդկանցից ովքեր ներկա են եղել այդ խոսակցությանը ու այստեղից հետո դիսաստվածացման process-ը շարունակվում է, մեր ղեկավարը այսպես է, այնպես է, չի հանրայնացնում զրույցները եւ այլն եւ այլն։ Լավ, եթե ձեր ղեկավարը ուրեմն իր բնավորությամբ այնպիսի մարդ է, որ ընդհանրապես չի հանրայնացնում ուրեմն մասնավոր զրույցները։ Նման ղեկավարը, երբ որ տեսնում է, բացի նրանից, որ իր կուսակիցը, իր ենթակայության տակ գտնվող պատգամավորը, բացի դրանից նաև իր Սանիկը մասնավոր զրույցներից տվյալ է հրապարակում, չի կանչում այդ Սանիկին ականջները քաշի, ասի ամոթ չես անում, ես այդ զրույցներին ներկա եմ եղել, ինչու ես իմ անունի, իմ պատվի հետ խաղում, չէ որ բոլորը հանրապետությունում եւ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերը գիտեն, որ ես մասնավոր զրույցներ չեմ հրապարակում։ Եթե դու նման հրապարակում ես անում, դա նշանակում է, որ մարդկանց մոտ կարող ողջամիտ կասկած ձևավորվի, որ այդ ուրեմն մասնավոր զրույցի այդ հատվածը ես եմ քեզ պատմել, դու էլ գնացել լրագրողներին ես պատմել։ Միթե ձեր առաջնորդը չի կանչել եւ Մամիջանյանին այսքանը չի ասի, ինչից հետո Մամիջանյանը ինչու ներողություն չի խնդրել սուտ եւ ապատեղեկատվություն տարածելու համար, եթե նման բան տեղի չի ունեցել։ Իսկ եթե նման բան տեղի է ունեցել, երրորդ նախագահը միթե Հայկ Մամիջանյանին չի սաստել եւ չի ասել անկախ ամեն ինչից դու իրավունք չունեիր քո քավորի ներկայությամբ մասնավոր զրույցի բովանդակությունը իր լուրջ բոլորի ուրեմն պատմելու եւ այլն եւ այլն։ Մենք իհարկե տեսանք նախագահ Քոչարյանի հարցազրույցը, որ ով անադարձավ այդ դրվագին եւ տրամագծորեն հակառակ պատկերին մենք առերեսվեցինք, ինչը չհերքվեց Սերժ Սարգսյանի կողմից, սա էլ ֆիքսենք։
Եվ հերթական անգամ արձանագրենք, որ այս մարդիկ ապրում են իրենց սեփական իրականության մեջ, այս մարդիկ ուտոպիստներ են, այս մարդիկ ընդհանրապես չեն զգում հայ ժողովրդի եւ հայ հասարակության զարկերակն ու պուլսը, իրենք իրենց համար ուրեմն ստեղծել են ինչ-որ մի դիցաբանական իրականություն, այնտեղ դիցեր են շնորհե, ամազոնուհիներ, չգիտեմ եւ այլն, եւ ամեն մեկն իր փայ Օլիմպոսից խոափիլիսոփայական մտքեր արտահայտելով եւ մի քանի 100 լայք, կեսը fake, կեսը իրական օգտատերերի հավաքելով, սրանք կարծում են, որ արտացոլում են ժողովրդի կարծիքն ու ուրեմն տրամաբանությունը։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր ուրեմն խոսակցությունները, ձեզ մի փոքրիկ դրվագ կհիշեցնեմ, մինչև դրվագի հիշեցնելը, ուրեմն Հայկ Մամիջանյանին խորհուրդ կտամ այլևս չխոսել նրանից, որ ինքը իր հարցազրույցներում անդադ նշում է, չեմ այսպես շատ ինտելեկտուալ ձևով նշում է, որ ինքը չի հանրայնացնի մասնավոր զրույցները, որովհետև ինքն արդեն հանրայնացրել է եւ սուտ է հանրայնացրել, այստեղ մենք առերեսվում ենք կրկնակի ստի փաստորեն եւ բացի այդ, ինչ վերաբերում է մասնավոր զրույցների հետ կապված Սերժ Սարգսյանի ուրեմն հանրային չդարձնելուն, այս post-scriptum էլի, հիշում եք մի ձայնագրություն, երբ ընտրություններից 2 օր առաջ Սերժ Սարգսյանը հրապարակեց մասնավոր զրույցից, որտեղ ներկա էր ուրեմն ինքը, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երևի Վլադիմիր Պուտինը եւ ինքը հանրայնացրեց այդ մասնավոր զրույցը, որտեղ նա ուրեմն հերքում էր Ալիևի, ոչ թե հերքում էր, չէր համաձայնվում վաճառել Արցախը 4 միլիարդ դոլարով կամ 5 միլիարդ դոլարով, ժամկետի առումով միգուցե սխալվում եմ, ես գլխից ասեմ, չեմ հիշում, երբ հանրայնացրել, միգուցե ես խառնեցի ընտրություններից առաջ այն մյուս զապիսի հետ, որ Նիկոլ Փաշինյանի մասին այնպիսի բաներ հրապարակելով, որ բոլորը թքեին իր երեսին, ես դրա հետ չեմ, այն մյուսի հետ եմ, երբ որ ինքը հանրայնացրեց մասնավոր զրույցի ընթացքում այն դրվագը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում էր վաճառել Արցախը եւ ինքն էլ ի պատասխան առաջարկում էր ավելի թանկ գնով պահել Արցախը։ Մասնավոր զրույցների բովանդակություն չհրապարակող Սերժ Սարգսյանի եւ իր թիմակիցներին խորհուրդ կտամ չմտնել մի դաշտ, որից դուրս գալը երկրաչափական պրոգրեսիա անընդհատ վնաս է հասցնելու իրենց վարկանիշին եւ անընդհատ իրենց ուրեմն հեռացնելու է հայ ժողովրդից։ Այսքանը շնորհակալություն ձեր համբերության համար, 5 րոպեի մեջ չտեղավորվեցի, բայց դե ինչևէ, ձեզ լավ օր։